Շարունակելով դատական իշխանության կողմից հարցերին պատասխանելը եւ թափանցիկ եւ հաշվետու լինելու հանգամանքը հաջորդ հարցս ուզում եմ հղել Վճռաբեկ դատայի նախագահին Տիկին Թադևոսյան արդեն որպես դատավոր նաեւ ընդհանուր դատական համակարգի բուրգի գլխում գտնվող անձ կխնդրեմ մատնանշեք թե բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված դատանների նախագահների դատանուն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետների հստակեցումը բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից մատնանշված որոշ գործիքներ որքանով են օգտակար եղել դատարանների նախագահների համար դատավորների համար ձեր գնահատմամբ Եվ ընդհանուր առմամբ կիսվեք ձեր տեսլականով, հատկապես հաշվի առնելով Վճռաբեկ դատանի նախադեպային որոշումները, որով որ կարևորվել եւ ընդգծվել է ողջամիտ ժամկետներում գործերի քննության հանգամանքը, որպես մարդու իրավունքների հիմնարար արժեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կուզենայի նախ օգտվելով առիթից շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, դատավոր գործընկերներին այսօրվա կապակցությամբ Բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև տրված իրենց երդմանը, ովքեր գիտակցում են, որ որքան ամուր է դատավորի անկախությունը, այնքան բարձր է նրա պատասխանատվությունը։ Շնորհավորում եմ նաև դատական իշխանության մյուս ներկայացուցիչներին։ Մինչև բուն հարցին անդրադառնալը ես կուզենայի անդրադառնալ այսօրվա միջոցառման խորագրին, ողջամիտ ժամկետների պահանջի պահպանման հարցին, այն արդար դատաքննության իրավունքի միայն մեկ բաղադրատարն է, բայց շատ կարևոր որը երաշխավորված է թե մեր մայր օրենքով, սահմանադրությամբ, թե նաև միջազգային մի շարք փաստաթղթերով, որոնք մեր պետությունը վավերացրել է։ Երբ խոսում ենք ողջամիտ ժամկետների մասին, խոսում ենք առաջին հերթին արդարադատության արդյունավետության մասին։ Արդարադատության արդյունավետությունը ամենևին չի սահմանափակվում ժամկետներով, խոսքը գնում է թե որակի մասին, թե միաժամանակ արագության։ Անվիճելի է, որ ուշացած արդարադատությունը ունակ է վերածվելու իրավաբանական դեկորացիայի, իրավաբանական հուշարձանի։ Այսինքն այն անցյալի փաստերը արձանագրելուց բացի պիտի դիտված լինի նաև ապագային, արդարադատության իմաստը դա է, բայց ուշացած արդարադատությունը բացառապես անցյալի փաստեր է արձանագրում, այն երբեմն լինում է իրավաբանորեն, որպես կանոն լինում է իրավաբանորեն գրագետ ձևակերպված, հիմնավորված ու պատճառաբանված, ուշացած դատական ակտի մասին է խոսքը, բայց կորցնում է իր սոցիալական նշանակությունը։ Մինչդեռ արդարադատության հիմնական նպատակը դա սոցիալական հավասարակշռության ապահովումն է։ Պիտի նշեմ, որ մի քանի խնդիրներ մատնանշվեցին, թե ինչու է արդարադատությունը ուշանում, առաջին հերթին դա ծանրաբեռնվածությունն է եւ վիճակագրությունը բավականին խոսուն էր, ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, բայց կան մի շարք այլ պատճառներ, որոնց կուզենայի ես անդրադառնալ իմ ելույթի շրջանակներում։ Վիճակագրությունը վկայեց, որ հատկապես մենք խնդիր ունենք քրեական արդարադատության ոլորտում։ Եվ ես կանդրադառնամ այդ ոլորտին, ինչու, որտեղ այդ ոլորտը իմ կարծիքով ամենազգայունն է, որտեղ այստեղ այս ոլորտում է, որ մարդու իրավունքները առավել ինտենսիվ սահմանափակման են ենթարկվում։ Ակնհայտ էր թվերի տարբերությունը եւ ակնհայտ էր, որ մենք արդեն քաղաքացիական եւ վարչական դատավարության ոլորտում վերջին տարիներին կատարված բարեփոխումների շրջանակում որոշակի գործերի նվազում ունենք, թեև այդ ոլորտները, թե քաղաքացիական, թե վարչական արդարադատության ոլորտը շարունակում են աշխատել գերծանրաբեռնված։ Բայց ինչու քրեական արդարադատության ոլորտին, որտեղ սա այն դաշտն է, որտեղ հասարակությունը շահառու է յուրաքանչյուր գործով արդարադատության իրականացմամբ, յուրաքանչյուր դատական ակտ առնչվում է քրեական արդարադատության ոլորտում ոչ միայն այն անձին կամ անձանց շրջանակին, ում այն վերաբերվում է, այլ հասարակության բոլոր անդամներին։ Այսինքն հասարակությունը այս բոլոր գործերով ինքը հենց արդարություն եւ արդարադատություն ակնկալողն է։ Մի քանի բացի ծանրաբեռնվածությունից հանցավորության դինամիկային զուգընթաց պիտի արձանագրենք, որ էականորեն աճել է հանցագործությունների բացահայտման տոկոսը եւ դա անվիճելի է։ Անշուշտ դրան զուգընթաց ավելացել է նաև գործերի քանակը, բայց մի կարևոր հանգամանք պիտի չմոռանանք։ Մենք 2022 թվականին միաժամանակ գործողության մեջ դրեցինք 3 կարևորագույն օրենսգրքեր, որոնք այս ոլորտը բոլոր հարաբերությունները կարգավորում են քրեաիրավական ոլորտի, քրեական օրենսգիրքը, քրեադատավարական օրենսգիրքը եւ քրեակատարողական օրենսգիրքը։ Այդ օրենսգրքերը էականորեն առաջադիմական էին եւ դա անվիճելի էր։ Նախատեսվեցին նոր ինստիտուտներ, նոր երաշխիքներ, մարդու իրավունքների պաշտպանության մենք բոլորովին այլ նշաձող սահմանեցինք։ Քրեական օրենսգիրքը դարձավ պատժողականից
ավելի մարդակենտրոն, ավելի վերականգնողական մոդել մենք ձեռք բերեցինք։ Քրեադատավարական օրենսգիրքը դարձավ ավելի մրցակցային, բայց ցանկացած դրական տեղաշարժ, ցանկացած նոր օրենքի ընդունում ունի իր երկրորդային ազդեցությունը, ինչպես ցանկացած օգտակար դեղորայք ունի մարդու օրգանիզմի համար երկրորդային ազդեցություն, նոր դրական փոփոխությունը եւս որոշակի ազդեցություն է իր հետ բերում։ Դրա արդյունքում փոխվեց նաև դատարանի դերակատարությունը նախկին օրենսդրությամբ, որ ինչ որ չափով կրում էր խորհրդային օրենսդրության ազդեցությունը մինչև վերջին փոփոխությունները, դատարանը լուր արբիտրից վերածվեց իրավունքների պաշտպանության ակտիվ երաշխավորի։ Եվ այս ամենը անշուշտ ենթադրում էր, եթե մենք բարձրացնում ենք մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, իսկ նոր օրենսդրությունը այդպիսին է, եւ այդ մասին վկայում են նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների եզրակացությունը, դա ենթադրում է դատական գործերի ավելացում։ Եթե մենք ավելացնում ենք բողոքարկման շրջանակը, քրեադատավարական օրենսգրքով էականորեն ընդլայնվեց, դա նշանակում է, որ մենք ծանրաբեռնում ենք երաստիճան դատական համակարգը։ Այսինքն մենք ակնհայտորեն ունենք այն էֆեկտը, որը առաջացավ օրենսդրության փոփոխության արդյունքում։ Բայց մենք գնացինք այդ քայլին, որտեղ այն առաջադիմական էր, այն նախատեսեց այլընտրանքային պատժատեսակներ, քրեական օրենսգիրքը, քրեադատավարական օրենսգիրքը, խափամիջոցների շրջանակը էականորեն ընդլայնեց, այսինքն մենք շեշտը դրեցինք արդար դատաքննության իրավունքի ամրապնդման վրա, որը անշուշտ որոշակի ժամանակ է պահանջում։ Պիտի ընդունենք, որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ մինչև նույն օրենքը քննիչները, դատախազները, դատավորները, փաստաբանները նույն կերպ կընկալեն։ Նախկին օրենսդրությունը լավ թե վատ արդեն որոշակի պրակտիկա էր ձևավորել եւ նոր օրենքի ընդունումը ինչ որ չափով այդ շարունակականությունը կանխատեսելիության ժամանակավոր, բայց այսպես կտրեց այդ շարունակականությունը։ Սա իհարկե ժամանակավոր գործընթաց է եւ անշուշտ հաղթահարվելու է։ Այս հաղթահարման ճանապարհին հատկապես կարևոր է բարձրագույն դատական ատյանների դերը, ինչպես Վճռաբեկ դատարանի Հայաստանի Հանրապետության, որը օրենքի միատեսակ կիրառության եւ կանխատեսելի արդարադատության հիմնական երաշխավորն է, այնպես նաեւ բարձր է սահմանադրական դատարանի դերը, որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմնի։ Ինչու՞, որովհետեւ պետք է ժամանակ մինչև օրենքը կդառնա իրավական մշակույթ։ Ինչ է օրենքը։ Իրենք ընդհանրապես ճանապարհային քարտեզ է, ոչ թե ընդհանրապես, այլ ճանապարհային քարտեզ է։ Ճանապարհը պիտի հարթի պրակտիկան եւ բնականաբար դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Հիմա խոսում էինք, թե որքան բարդ գործընթաց է դատական process-ը, այս բոլոր երաշխիքներով եւ այլնով հանդերձ։ Անվիճելի է դրա ժամանակի կառավարման, արդյունավետ արդարադատության ապահովման թիվ 1 պատասխանատուն դա դատավորն է, բայց միայն դատավորի պատասխանատվության դաշտում չի։ Ես կարծում եմ, որ ողջամիտ ժամկետներում գործի քննությունը եւ արդարսարակ արդարադատության արդյունավետությունը դատավարության բոլոր մասնակիցների, հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցների սոցիալական պատասխանատվության դաշտում է։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի սոցիալական պատասխանատվության իր մասնաբաժինը եւ միայն այդ դեպքում մենք ունենանք բացարձակապես արդյունավետ արդարադատություն։ Ցավոք սրտի բազմաթիվ են դեպքերը, երբ տեղ են ունենում իրավունքի չարաշահում, օրենսդրությունը տալիս է այդ հնարավորությունը, հատկապես քրեական դատավարությունում։ Ես նշեցի, այստեղ իրավունքների միջամտությունը բավական ինտենսիվ է, եւ դա պետությունը, մեր օրենսդրությունը եւ իրավաչափորեն կոմպենսացնում է բազմաթիվ երաշխիքներով անձի համար։ Դա լիովին համահունչ է արդար դատաքննության գաղափարին։ Այդ երաշխիքները ենթադրում են իրավունքների լայն շրջանակ եւ ցավոք սրտի մենք ունենք իրավիճակ, դեռևս չունենք այն իրավական մշակույթը, որ դատավարության բոլոր մասնակիցները բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից։ Վճռաբեկ դատանը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ օրինակ պաշտպանական կողմը իր իրավունքը չարաշահել է փաստաբաններ փոփոխելով, մշտական միջնորդություններ նորանոր ներկայացնելով եւ անշուշտ կարծում եմ, որ հատկապես պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ այդպիսիք մի քանիսն են դատավարության շրջանակներում, դա կլինի քրեական, վարչական դատավարության, նաեւ քաղաքացիական, պիտի կրեն այդ պատասխանատվությունը։ Անշուշտ հիմնական բեռը կրելու է դատավորը, բայց պիտի մի բան էլ արձանագրենք։ Ողջամիտ ժամկետների հաշվարկը չի սկսում դատական process-ից։ Այն սկսվում է այն պահից, երբ անձը հայտնվում է իրավական անորոշության վիճակում։ Այսինքն շատ ավելի վաղ է սկսվում, բայց դրա ավարտի պահը եւ դրա հիմնական պատասխանատվությունը եւ բեռը այո դրվում է դատավորների ուսերին։
Այժմ ձեր արդեն բուն հարցադրման հետ կապված, թե որքանով է արդյունավետ, այո, վերջին տարիներին, թե դատաիրավական բարեփոխումների շրջանակում, թե նաև դատական համակարգը իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել է նաև ողջամիտ ժամկետների պահանջը ապահովելու համար, ինչու, որտեղ մենք շատ բարձր ենք գնահատում եւ կարեւորում հանրային վստահությունը։ Մեզ համար դա կարեւոր է։ Պատահական չի, որ այսօրվա խորագիրը վերաբերվում է արդարադատության արդյունավետության միայն մեկ ցուցիչին։ Ես ուրախ եմ, որ մենք չենք խոսում արդարադատության որակի մասին, մենք չենք խոսում դատավորների պրոֆեսիոնալիզմի պակասի մասին, մենք չենք խոսում դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին, դա նշանակում է, որ այս առումով դատական իշխանությունը ամրապնդել է իր դիրքերը, բայց դրա հետ մեկտեղ ցանկացած ուժեղ իշխանություն եւ դատական իշխանությունը նույնպես պիտի պատրաստ լինի ընդունելու իր սեփական սխալները, հետեւություններ անելու։ Ես կարծում եմ, որ ուժեղ իշխանության թևը չի վախենում սեփական սխալները ընդունելուց, այն ընդունում է որպես զարգացման խթան եւ մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում, մենք ինքներս բազմիցս տարբեր հարթակներում ընդունել ենք այդ հանգամանքը, որ այո, այսօր ցավոք սրտի արդարադատությունը ուշանում է, որը իր բացասական ազդեցությունն է թողնում առաջին հերթին առաջացնելով հանրային վստահության դեֆիցիտ եւ մենք կենտրոնանալու ենք այս խնդրի վրա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ այսօրվա միջոցառման եւ արտահայտվելու հնարավորության համար։ Ես կարծում եմ, որ մենք արդեն ընտրել ենք այս դժվարությունը եւս հաղթահարելու ճանապարհը։ Վճռաբեկ դատարանը այսօր կարևոր առաքելություն է իրականացնում, որտեղ նշեցի, օրենքը կենթանի բացատրության կարիք ունի, նոր օրենքները, գուցե կասեք 22 թվականին է ընդունվել, արդեն մի քանի տարի անցել է, բայց դա այն ժամանակը չէ, որ մենք ասենք, որ այլևս օրենքը դարձել է մշակույթ։ Մենք դեռ այդ ճանապարհին ենք գտնվում։ Վճռաբեկ դատանի առաքելությունը շատ մեծ է եւ մենք պետք է շատ կենտրոնանանք հենց բարձրագույն դատական ատյանի ռեսուրսների ավելացման վրա, խոսքը մարդկային ռեսուրսների մասին է, որպեսզի կարողանանք ապահովել մեր խիստ հավակնոտ տեսլականը, ունենալ բացարձակ կանխատեսելի արդարադատություն։ Հանձինս դատական համակարգի Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար ապահովել վստահելի, բացարձակ վստահելի եւ հուսալի կառույց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թադևոսյան։ Շնորհակալություն Տիկին Թադևոսյան, շատ կարևոր շեշտադրումների համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։